Շնորհակալ եմ։ Ելույթս մի փոքր ավելի դրական ֆոնով սկսեմ։ Տեսեք, զեկույցի մեջ էլի բերված տվյալների հղում անեմ, հենց ազատությունից զրկված անձանց է վերաբերվում, նախկինում բոլոր բողոքներին կարծեսի պատասխան, օրինակ Արմավիր քրեակատարողական հիմնարկում 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը, ինչը շատ դրական եմ համարում, ու հուսով եմ մյուս քրեակատարողականներում եւս այդ խնդիրը այլևս լուծված է, ինչպես նաեւ հեռախոսակապով խոսելու հնարավորություն ունենալը, որ արժեքը կես գնով նվազել է սակագինը, երբ որ արդեն սպառել են իրենց անվճար զանգերը եւ եւս մեկ փաստ այսպես արձակեց զեկույցի մեջ, որ մրցույթով ձեռք են բերվել պլանշետներ, այսինքն ենթադրելի է, որ դատապարտյալները հնարավորություն են ունենալու հետագայում նաեւ տեսազանգ ունենալ, ես այդ եմ ուզում հասկանամ, թե դա ինչի համար ենք օգտագործել, որովհետեւ տեսազանգի հնարավորությունը ստեղծում մանրամասնված չէ այս հատվածը, բայց նաեւ ելույթից մեջ ուզում եի խնդրեի ձեզ, որ հետամուտ լինեք, ճիշտ է, առողջապահության նախարարությունն է իրականացնում բուժ ծառայությունները քրեակատարողական հիմնարկներում, ինչքան որ տեղյակ եմ, կարողանաք դուք էլ հետամուտ լինեք, որ հնարավորինս այս հարցը ավելի պատշաճ ու արագ, ավելի լավ իրականացվի, որովհետև հիմնականում այս պահին այս խնդրի հետ ենք բախվում։ Շնորհակալ եմ։ Տեսակապի հետ կապված է ուզում նշել, ժամանակին մենք սենյակներ կահավորեցինք քրեակատարական հիմնարկներում, որոնք որ տեսակապի հնարավորություն տալիս են։ Այդ պլանշետների գոյությունը այլ բանով էր հիմնավորվում, ավելի շատ իրենց կարիքների ցույց տալու գնահատման, այսինքն ինչ են իրենք ցանկանում, չգիտեմ, անել, մոտավորապես դրա մասին էր, բայց պլանշետների գոյության մասով դեռ պետք է քննարկումներ ունենանք, որովհետև հնարավոր է ավելի լավ լուծումներ գտնենք։ Այո, այս պահին դա տեսազանգի հարցը չի, որ լուծելու էր, տեսազանգ ցանկացողները ըստ էության կարող են օգտվել համապատասխան կահավորված սենյակներից։